Իրանում առնվազն 7 մարդ է զոհվել ածխահանքում գազի արտահոսքի հետևանքով, արտահոսքի պատճառը մնում է անհայտ, զոհերի թիվը հստակ չէ, քանի որ հանքում կարող են մարդիկ մնացած լինել։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ որևէ պարագայում մտադիր չէ միջուկային զենք ստեղծել, այդպիսին է Իրանի արտաքին քաղաքական ռազմավարությունը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Եգիպտոսի, Հորդանանի և Ֆրանսիայի ղեկավարները կոչ են արել վերականգնել Գազայի հատվածի վերաբերյալ հունվարի 19-ի համաձայնագիրը, կողմերն այդ հայտարարությունն արել են Կահիրեում կայացած գագաթնաժողովից հետո։ Թրամփը սպառնում է լրացուցիչ 50% մաքսատուրքերով Չինաստանին, եթե Պեկինը չեղյալ չհայտարարի պատասխան տուրքերը։ Գերմանական Volkswagen և Audi ընկերությունները դադարեցրել են ավտոմեքենաների մատակարարումները Մեքսիկայից Միացյալ Նահանգներ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից նոր տուրքեր սահմանելու պատճառով։ Ապրիլի 2-ից ԱՄՆ ներկրվող բոլոր ապրանքների համար բազային մաքսատուրքեր են սահմանվել 10%-ի չափով։ ԵՄ-ի համար այս ցուցանիշը հասցվել է 20%-ի, Մեքսիկայի և Կանադայի համար մինչև 25%, իսկ Չինաստանի համար 34%-ի։ 2024 թվականի նոյեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ բիտքոյնի գինը նվազել է $75,000-ից։ Մոսկվան և Բաքուն փողզիչում են փնտրում Ադրբեջանում ռուսական տան հետ կապված։ Բոլորը տրամադրված են կառուցողական և լավատես են, որ աշխատանքները կվերականգնվեն, հայտարարել է Եվգենի Պրիմակովը։ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն Թրամփի հետ հանդիպման, օրակարգի առանցքային թեմաներից են Թրամփի մաքսային քաղաքականության ֆինանսական հետևանքները և Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունները։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։